ԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Վարչապետ Փաշինյանը զարմանում է, ինչ խնդիր կա, որ ազգային անվտանգության ծառայությունից իշխանական կայքեր ու էջեր են արտահոսել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը օդանավակայանից։ Փաշինյանի պատկերացմամբ մարդկանց մասին անձնական տեղեկությունների տիրապետող ԱԱՑ աշխատակիցը ինչ կուզի կանի։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիան կուզի արտահոսի, կուզի չի արտահոսի, ինչ խնդիր կա դե։ Դե բանալի բառը ինչ կուզի կանի։ Մտավորապես սա Փաշինյանի պատկերացնում է պետության մասին։ Ինչ կուզի կանի տարբերակը չի վերաբերվում պետությանը։ Դա ավելի շատ երևի վերաբերվում է պետությունից դուրս փողոցային պատկերացումներին։ Իսկ ուր մնացին սահմանադրությունն ու օրենքները, որոնցով ամրագրվել են քաղաքացու իրավունքները։ Փաշինյանին է դիմում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Անձնական տվյալների պաշտպանությունը սահմանադրության պահանջն է, ու այդ նույն սահմանադրությամբ է որոշված քաղաքացու անձնական տվյալները մշակվում են օրենքով սահմանված նպատակով, հիմքերով, շեշտում է իրավապաշտպանը։ Մենք ունենք սահմանադրություն, մենք ունենք օրենքներ, որոնք պաշտպանում են քաղաքացուն, քաղաքացու անձնական կյանքը եւ ԱԱՑ կամայական աշխատակցի որոշմամբ եւ կամ աշխատակիցը նման որոշման վճիռներ կայացնելու իրավունք չունի, օժտված չէ այդպես իրավունքներ։ Ազգային անվտանգության ծառայությունը մինչ այս պահը ոչ մի պարզաբանում չի տվել, ինչ հիմքով ու ինչի համար է այդ տեսանյութը հասել իշխանական կայքեր։ 4 օր առաջ ընդդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդը երրորդյա այցով պետք է մեկներ Մոսկվա, Զվարթնոցում արգելել էին։ Հետո էլ տարածել տեսանյութը, որ Ռոբերտ Քոչարյանը անձնագրային ստուգման կետում աշխատակցին է փոխանցում տոմսն ու անձնագիրը, ինչ որ բան խոսում նրա հետ։ Տեսանյութին հաջորդեց Փաշինյանի ֆեյսբուքյան լայվը։ Ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը Կիրակի երկրից բացակայելու արգելք չուներ։ Նրան առնչվող նոր գործով էլ այս պահին մեղադրանք դեռ չի առաջադրվել, խափանման միջոց չի ընտրվել, բայց իշխանականներն այդ տեսանյութը ներկայացնում են որպես փախուստը կանխելու փորձ։ Մինչդեռ երկրորդ նախագահի գրասենյակը նույն օրը հաղորդել էր, որ Քոչարյանը երրորդյա այցով մեկնելու է Հայաստանից։ Նրանք չպետք է դրա ծառայեցնեն քաղաքական իշխանության քմահաճույքներին եւ պատվետներին ու հանձնարարություններին։ Սա կարևոր հանգամանք է, եթե մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում։ Եթե ԱԱՑ-ն ունի ինչ-որ խնդիր տարածելու, դա պետք է հիմնավորված լինի հանգամանքներով, ինչ-որ վճիռներով, ինչ-որ նախաքննությամբ։ Իրավապաշտպան Հարությունյանը, որ տասնամյակներով պայքարում է մարդու իրավունքների խախտումների դեմ, Փաշինյանի կառավարության գործելավոճից համոզվել է։ Սահմանադրությունն ու օրենքները ոտնահարելու հարցում Նիկոլ Փաշինյանն իր իսկ թմկահարած նախկիններին չի զիջում։ Գործում է մեկ տարբերությամբ. եթե նրանք ապօրինություններն անում էին ստվերում ու այլ պաշտոնյաների ձեռամբ, հիմա դա կատարվում է երկրի առաջին դեմքի մակարդակով, ուղիղ ու հրապարակային։ Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը ինքն է վերցնում դրոշակը, ինքն է հրահրում, ինքն է կազմակերպում։